Հունվարի 8-ն է, Երևան, Արցախի փողոցում, ահա, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ նշված Mercedes Magnus-ի ավտոմեքենան տաք հետքերով հայտնաբերել են եւ այս պահին բարեկները սահմանազատել են տարածքը։ Իմ տեղեկություններով նշված Mercedes-ի վարորդը կասկածվում է այս վայրից նրա ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա դեպի ժողովրդին հայտնի Տեցի կռուկ տանող հատվածում մահվան ելքով վրա էր կատարելու մեջ։ Բարեկները տեղեկություն էին ստացել, որ այդ հատվածում Տեցի կռուկի մոտ վրաերթ է տեղի ունեցել մահվան ելքով ու բարեկները ժամանելով նշված վայր այնտեղ հայտնաբերել են կնոջ մարմին, կինա, չէ՞, կնոջ մարմին, սակայն ոչ մի ավտոմեքենա չի հայտնաբերվել։ Եվ ահա Երևանի գնդի 3-րդ գումարտակի բարեկները օպերատիվ տեղեկություններով նշված ավտոմեքենան հայտնաբերել են այստեղ եւ կան հավաստի տեղեկություններ, որ հենց նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։ Այս պայն ենթադրյալ կասկածյալին վարորդ երկու հոգու ամենայն դեպս երկու հոգու բարեկները հայտնաբերել են եւ այս պայն պարզում են թե նրանցից ով է եղել վարորդը։ Ավտոմեքենայի վրա կա նաեւ վրաերթի հետքեր, որը դիմապակին է վնասված, համարանիշն է փոխված ընկած եւ եթե բարեկները օպերատիվ չգործեին, հնարավոր է վարորդը մեքենայով գնար, ճիշտ է, հետո կգտնեին, որովհետև ամբողջ այս փողոցում կան տեսաձայնագրման սարքեր, աշխատանքներ կպահանջվեն, բայց լավ էր, տաք հետքերով Երևանի գնդի բարեկները հայտնաբերեցին Mercedes-ը, մնում է պարզել ով է վրաերթ կատարող։ Ահա, մի հոգու տանում են, հավանաբար ենթադրյալ կասկածյալ վարորդն է, ում տեղափոխում են ոստիկանության երևունու բաժին։ Իմ տեղեկություններով նաև ենթադրյալ կասկածյալ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Վարորդը եղել է ոչ սթափ, ենթադրյալ վարորդը։ Ահա։ Ինչ է նշանակում օպերատիվ տաք հետքերով աշխատել, տաք հետքերով բացահայտել հանցագործություն։ Սա նույնպես հանցագործություն է եւ լավ կլինի, որ մարզերի որոշ գումարտակների հրամանատարներ սովորեն, թե ինչպես են բացահայտում տաք հետքերով մահվան ելքով վրաերթը։ Եվ դա առաջին հերթին լավ կանի սովորի Արարատի մարզի գումարտակը, իրենց գումարտակի հրամանատարի, ճակերտավոր ասած հրամանատարի Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ Ոչ թե սասկատնփոց անեն, փորձեն մահվան ելքով դեպքերը կոծկեն։